Արդեն 3 տարի էր, ինչ ես ու Վիգենը ամուսնացած էինք։ Մեր կյանքը կողքից նայողի համար թվում էր կատարյալ հեքիաթ։ Վիգենը հաջողակ գործարար էր, միշտ խնամված, հավասարակշռված եւ ուժեղ տղամարդ, որի թիկունքում ես ինձ զգում էի ինչպես քարե պատի հետևում։ Մենք ապրում էինք քաղաքի լավագույն թաղամասերից մեկում, մեծ ու լուսավոր առանձնատանը, որտեղ ամեն մի իր ընտրված էր մեծ սիրով։ Սակայն այդ տանը կար մի անկյուն, որտեղ ես ինձ միշտ անհանգիստ էի զգում։ Դա տան առաջին հարկի հեռավոր սենյակն էր, որտեղ ապրում էր Վիգենի կրտսեր եղբայրը՝ Արմանը։ Արմանը Վիգենի լրիվ հակապատկերն էր։ Նա միշտ լուռ էր, փակված իր մեջ, հաճախ խուսափում էր հայացքներից եւ գրեթե երբեք չէր մասնակցում մեր ընտանեկան ընթրիքներին։ Վիգենը միշտ ասում էր, որ Արմանը դժվար բնավորություն ունի, որ երիտասարդ տարիներին սխալներ է թույլ տվել եւ հիմա պարզապես չի կարողանում գտնել իր տեղը կյանքում։ Ես նրան պահում եմ այստեղ միայն այն պատճառով, որ նա իմ արյունն է, Անուշ ջան, հաճախ կրկնում էր ամուսինս, թեթևակի արհամար հանքով խոսելով եղբոր մասին։ Ես էլ հավատալով Վիգենին, Արմանին միշտ նայում էի խղճահարությամբ եւ մի փոքր էլ վախով, մտածելով, թե ինչ մութ անցյալ կարող է ունենալ այդ լուռ մարդը։ Այդ օրը Վիգենը մեկնել էր գործուղման, Մոսկվա։ Տանը մնացել էինք միայն ես ու Արմանը։ Դրսում ուժեղ անձրև էր գալիս, քամին հարվածում էր պատուհաններին, իսկ տան մեջ տիրում էր ճնշող լռություն։ Ես իմ սենյակում էի, փորձում էի գիրք կարդալ, բայց տագնապի զգացումը չէր լքում ինձ։ Հանկած ուշ երեկոյան դռանս թույլ թակոցը ստիպեց ինձ վեր թռչել տեղիցս։ «Անուշ, կարելի է», լսվեց Արմանի խռպոտ ձայնը։ Սիրտս սկսեց արագ բաբախել։ Նա երբեք չէր մոտենում իմ սենյակին, երբ Վիգենը տանը չէր։ Ես բացեցի դուռը։ Արմանը կանգնած էր շեմին, գունատ, ձեռքին մի հին մաշված թղթապանակ։ Նրա աչքերի մեջ ես տեսա մի այնպիսի ցավ ու վճռականություն, որը երբեք չէի նկատել։ Պետք է խոսենք, Անուշ, այլևս չեմ կարող լռել։ Այս տանը պատերը շնչահեղձ են անում ինձ, իսկ քո աչքերում տեսածս խղճահարությունը սպանում է ավելի շատ, քան ցանկացած պատիժ, ասաց նա ու առանց սպասելու հրավերին ներս մտավ։ Ես նստեցի մահճակալին, իսկ նա սկսեց քայլել սենյակում։ Հանկարծ նա կանգ առավ ու թղթապանակը դրեց սեղանին։ Դու կարծում ես, որ Վիգենը հերոս է, այնպես չէ՞։ Կարծում ես, որ նա այս ամենին հասել է իր տաղանդով ու աշխատասիրությամբ, իսկ ես ընտանիքի սև բիծն եմ, որին նա բարեհոգաբար պահում է իր տանը։ Արման, ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում, փորձեցի ընդհատել ես, բայց նա ձեռքով նշան արեց, որ լռեմ։ 10 տարի առաջ, սկսեց նա պատմել, Վիգենը մի ավտովթարի ենթարկվեց։ Նա հարբած էր, մեքենայի մեջ նրա հետ մի աղջիկ կար։ Վթարի հետևանքով աղջիկը հաշմանդամ դարձավ, իսկ Վիգենին սպառնում էր երկար տարիների բանտարկություն։ Այդ ժամանակ նա նոր էր սկսում իր բիզնեսը, նա ապագա ուներ։ Իսկ ես ընդամենը ուսանող էի, որը ոչինչ չուներ կորցնելու։ Իմ շունչը կտրվեց։ Արմանը բացեց թղթապանակը եւ հանեց մի հին լուսանկար ու դատական փաստաթղթեր։ Ես վերցրի մեղքն իմ վրա, Անուշ։ Ես ասացի, որ ղեկին ես եմ եղել։ Ես անցկացրի 5 տարի բանտում, փրկելով նրա ապագան։ Վիգենն ինձ խոստացավ, որ երբ դուրս գամ, նա ամեն ինչ կանի ինձ համար։ Բայց գիտես թե ինչ արեց նա։ Նա ինձ դարձրեց իր ստրուկը։ Նա բոլորին, այդ թվում նաև քեզ, պատմեց, թե իբր ես եմ հանցագործը, իսկ ինքը բարի եղբայր է, որը ներել է ինձ ու տանիք տվել։ Նա ինձ պահում է այստեղ, որպիսի ես միշտ լինեմ նրա աչքի առաջ, որպիսի հանկարծ չխոսեմ։ Նա ամեն օր ինձ հիշեցնում է, որ ես ոչնչություն եմ, թեև ինքն է կառուցել իր կյանքը իմ կործանված տարիների վրա։ Ես նայում էի փաստաթղթերին ու չէի հավատում աչքերիս։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր Արմանի անունը, բայց կցված նկարներում եւ վկայությունների մեջ կային մանրամասներ, որոնք միայն հիմա էին իմաստ ստանում։ Իմ կատարյալ ամուսինը, որն ամեն առավոտ ինձ համբուրում էր ու ասում, թե որքան է սիրում արդարությունը, իրականում մի ստոր վախկոտ էր։ Բայց սա դեռ ամենը չէր։ Արմանի ձայնը դողաց, երբ նա շարունակեց. Անուշ, ես լռում էի, որովհետև սիրում էի եղբորս, բայց անցյալ շաբաթ ես պատահաբար լսեցի նրա հեռախոսազրույցը։ Նա ցանկանում է վաճառել այս տունը եւ քեզ հետ մեկնել արտերկիր,
մշտական բնակության։ Իսկ ինձ նա պլանավորում է փակել հոգեբուժարանում։ Նա արդեն կաշառել է բժիշկներին, որպեսզի ձևակերպեն, թե ես հոգեկան խնդիրներ ունեմ եւ վտանգավոր եմ։ Նա ուզում է վերջնականապես ազատվել իր խղճի ձայնից։ Այդ պահին ես զգացի, թե ինչպես է իմ աշխարհը փլուզվում։ Մարդը, ում հետ ես կիսում էի կյանքս, ում երեխային էի երազում ունենալ, ընդունակ էր նման ստորության։ Սենյակում տիրեց մահացու լռություն, որը միայն ընդհատվում էր պատուհանին հարվածող անձրևի ձայնով։ «Ինչու ես հիմա սա պատմում ինձ», հարցրի ես, հազիվ զսպելով արցունքներս։ «Որովհետև դու միակն ես, ով այս տանն ինձ հետ մարդու պես էր վարվում», պատասխանեց Արմանը, նայելով ուղիղ աչքերիս մեջ։ «Եվ որովհետև ես չեմ կարող թույլ տալ, որ նա քո կյանքն էլ կործանի։ Նա քեզ սիրում է այնքան ժամանակ, քանի դեռ դու հարմար ես իր պատկերին։ Բայց հենց մի բան այնպես չլինի, նա քեզ էլ կզոհաբերի, ինչպես զոհաբերեց ինձ։ Ամբողջ գիշեր ես չկարողացա աչք կպցնել։ Ես ու Արմանը նստած էինք խոհանոցում եւ խոսում էինք։ Նա պատմում էր իր մանկության, իր երազանքների մասին, որոնք մնացել էին բանտի ճաղերի հետևում։ Ես տեսնում էի ոչ թե ձախողակ մարդու, այլ մի հսկայական սիրտ ունեցող անձնավորության, ով իր կյանքը տվել էր եղբորը, իսկ փոխարենը ստացել էր միայն նվաստացում։ Հաջորդ օրը Վիգենը վերադարձավ։ Նա մտավ տուն սովորականի պես ժպտուն, թանկարժեք նվերներով եւ ինձ գրկեց։ Ես զգացի նրա օդեկոլոնի հոտը, որը նախկինում ինձ դուր էր գալիս, բայց հիմա այն ինձ սրտխառնոց էր պատճառում։ «Ինչպես է իմ գեղեցկուհին», հարցրեց նա, չնկատելով իմ սառնությունը։ Ես նայեցի նրան եւ հանգիստ ձայնով ասացի. «Վիգեն, Արմանն ինձ ամեն ինչ պատմեց»։ Նրա դեմքի ժպիտը վայրկյանապես անհետացավ։ Հայացքը դարձավ սառը եւ դաժան։ Այդ պահին ես տեսա նրա իրական դեմքը։ Նա չփորձեց արդարանալ, չփորձեց ստել։ Նա պարզապես շրջվեց դեպի Արմանը, որը կանգնած էր հյուրասենյակի անկյունում։ «Դու խոստացել էիր լռել, անպիտան», քրթմնջաց Վիգենը։ «Խոստումները գործում են նրանց համար, ովքեր մարդ են մնում, Վիգեն», պատասխանեց Արմանը հանգիստ։ Վիգենը սկսեց ծիծաղել, մի տեսակ ջղային, սարսափազդու ծիծաղով։ «Եվ ինչ ես անելու, Անուշ, կգնաս ոստիկանություն։ 10 տարի է անցել, ոչ մի ապացույց չկա, բոլոր թղթերը փոխված են, դու ոչինչ չես կարող անել։ Դու կամ մնում ես ինձ հետ ու շարունակում ես ապրել այս շքեղության մեջ, կամ հեռանում ես ու մնում ոչնչի հետ։ Իսկ այս հիմարը, նա վաղուց արդեն իր տեղն ունի սահմանված»։ Այդ պահին ես հասկացա, որ չեմ կարող մնալ այս մարդու հետ ոչ մի վայրկյան։ Բայց ես նաև հասկացա, որ Արմանը միակը չէր, ով ապացույցներ ուներ։ Տարիներ առաջ, երբ մենք նոր էինք ամուսնացել, ես պատահաբար գտել էի Վիգենի հին օրագիրը, որտեղ նա գրառումներ էր անում իր երիտասարդության մասին։ Այդ ժամանակ ես դրան նշանակություն չէի տվել, կարծելով, թե դրանք պարզապես գրական փորձեր են։ Բայց հիմա ես հիշեցի մի էջ, որտեղ նա մանրամասն նկարագրում էր իր վախը վթարից հետո եւ այն, թե ինչպես է համոզել Արմանին վերցնել մեղքը։ Ես գիտեի, թե որտեղ է այդ օրագիրը։ Ես բարձրացա վերև, վերցրի օրագիրը եւ իջա ներքև։ «Սա բավարար է, Վիգեն», հարցրի ես, ցույց տալով նրա իսկ ձեռագիրը։ Նրա դեմքը գունատվեց։ Նա փորձեց խլել օրագիրը իմ ձեռքից, բայց Արմանը կանգնեց նրա ճանապարհին։ «Հերիք է, Վիգեն», ասաց Արմանը։ «Այսքան տարի ես քո փոխարեն եմ շնչել, քո փոխարեն եմ ամաչել։ Հիմա ժամանակն է, որ ես ապրեմ իմ կյանքը»։ Այդ օրը ես ու Արմանը հեռացանք այդ տանից։ Ես չգնացի ոստիկանություն, որովհետև Արմանն ինքը չցանկացավ։ Նա ասաց, որ չի ուզում իր կյանքի եւս մի քանի տարին վատնել դատարանների վրա։ Նա պարզապես ուզում էր ազատություն։ Մենք տեղափոխվեցինք մի փոքրիկ քաղաք, որտեղ ոչ ոք մեզ չէր ճանաչում։ Ես բաժանվեցի Վիգենից, թողնելով նրան իր փողերի եւ իր մենակության հետ։ Նա կորցրեց ամեն ինչ՝ իր հեղինակությունը, իր ընտանիքը եւ ամենակարևորը՝ իր հոգին։ Արմանը սկսեց աշխատել որպես նկարիչ։ Պարզվեց նա հիանալի տաղանդ ունի, որը թաքցրել էր այս բոլոր տարիներին։ Նրա նկարները լի էին թախիծով, բայց նաև լույսով։ Մենք դարձանք լավագույն ընկերներ։ Ես սովորեցի նրանից, թե ինչ է նշանակում իսկական անձնազոհություն եւ ներողամտություն։
Հաճախ, երբ մենք նստում ենք մեր փոքրիկ պարճկամբում ու թեյ ենք խմում, ես հիշում եմ այն անձրևոտ գիշերը։ Եթե Արմանը չթակեր իմ դուռը, ես գուցե մինչև հիմա ապրեի մի ստի մեջ, կարծելով, թե երջանիկ եմ։ Բայց հիմա ես գիտեմ, որ իսկական երջանկությունը ոչ թե թանկարժեք պատերի մեջ է, այլ այն ճշմարտության, որը քեզ ազատ է դարձնում։ Վիգենը փորձեց մի քանի անգամ կապվել ինձ հետ, խնդրել ներել, բայց ես երբեք չպատասխանեցի։ Կան սխալներ, որոնք կարելի է ներել, եւ կան դավաճանություններ, որոնք սպանում են ամեն ինչ։ Նա դավաճանել էր իր սեփական եղբորը, իսկ դա նշանակում է, որ նա երբեք չի իմացել, թե ինչ է սերը։ Այսօր Արմանը նոր ցուցահանդես ունի։ Նրա գլխավոր նկարը կոչվում է Շեմին։ Դրանում պատկերված է մի փակ դուռ, որի հետևից լույս է երևում։ Նա ասում է, որ դա այն դուռն է, որը նա թակեց այդ գիշեր, եւ ես շնորհակալ եմ նրան այդ թակոցի համար, որովհետեւ հենց այդ պահից սկսվեց իմ իրական կյանքը։ Մենք հաճախ ենք այցելում այն աղջկան, ով վթարի հետևանքով հաշմանդամ էր դարձել։ Վիգենը նրան փող էր ուղարկում, որպեսզի լռեցնի իր խիղճը, բայց մենք նրան տալիս ենք այն, ինչ նա իրականում կարիք ուներ՝ ընկերություն եւ մարդկային ջերմություն։ Արմանը նրան նկարել է սովորեցնում, եւ նրանց ժպիտները տեսնելիս ես հասկանում եմ, որ աշխարհում դեռ կա արդարություն, նույնիսկ եթե այն հասնում է մեզ շատ թանկ գնով։ Այս պատմությունը ես պատմում եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե փայլուն արտաքինը երաշխիք է մաքուր հոգու։ Երբեմն ամենամեծ հերոսները նրանք են, ում մենք համարում ենք պարտված, իսկ ամենամեծ հանցագործները թաքնվում են թանկարժեք կոստյումների ու գեղեցիկ խոսքերի հետևում։ Կարևորը ժամանակին լսելն է այն թակոցը, որը կարող է փոխել քո ամբողջ ճակատագիրը։